Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, ընդհանուր առմամբ պարբերաբար մեր ընդդիմադիր գործընկերները շատ են սիրում խոսել ինքնությունից ու նաև այս խմբակցությունում կամ պատգամավորներ, ովքեր սիրում են խոսել կոռուպցիայից։ Ինչպես գիտեք, ես էլ երեք սկսել էի որոշակի օլիգարխների վերապատրաստման դասընթաց ու խոստացել էի, որ հաջորդ դասընթացը լինելու է մաթեմատիկական բովանդակությամբ առնվազն, ու այսօր փորձենք բացատրել մեր սիրելի ընդդիմադիր գործընկերներին, ավելի ճիշտ 3 օլիգարխներին հայտնի, որոնք ինտելեկտով առանձնապես չեն փայլում, հույս ունենալով, որ նրանց խմբակցությունները, գործընկերները նրանց կփոխանցեն նաև այս ամեն ինչի տեսանյութերը։ Ուրեմն մեր ընդդիմադիր գործընկերները մեկ-մեկ մեզ գալի ասում են. «Այ պարգևավճար, այ հավելավճար, այ աշխատավարձ, այսօր կփորձենք խոսել առհասարակ աշխատավարձերի ու երբ որ փորձում են դա նույնականացնել կոռուպցիայի հետ այդ մասին»։ Ուրեմն սիրելի քաղաքացիներ, 2008 թվականին եղել է այն թվականը, երբ որ Ռոբերտ Քոչարյանի ամսական աշխատավարձը եղել է ամենաբարձրը իր մնացած տարիների համեմատ, աստիճանաբար բարձրացել է ամբողջ պետական համակարգին։ Եվ ահա 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանի աշխատավարձը եղել է 400,000 դրամ։ 400,000 դրամ։ Այդ նույն թվականի դոլարային ինդեքսով, դոլարի փոխարժեքով դա եղել է $1310։ Մարդը ամսական որպես նախագահ ստացել է $1310։ Հարգելի պարոն Մինասյան, $1310։ Եթե փոխարժեքը մի քիչ տատանվում եմ, ինձ կներեք, կարող ինտերնետը այդքան լավ չհուշեց դա։ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը, նրա եւ իր ընտանիքի ունեցվածքը գնահատվում է, ուշադրություն, $200 միլիոն։ Մի հատ էլ սենց իրար հետ պահեմ էլ, սա իր ամսական աշխատավարձն է, այս մի ձեռքինս, սա իր ընտանիքի ունեցվածքն է։ Մի հատ ուշադիր նայեք, էլի խնդրում եմ այս թվերի տարբերություն։ Այս ունեցվածքի մի մասն է, որը հնարավոր է եղել պարզել միանշանակ, վստահ եմ ուղղակի կամ բաներ, որ հնարավոր չի եղել պարզել, հետագայում վստահ եմ, որ հնարավոր կլինի։ Էսա։ Որպեսզի ճիշտ հասկանանք, այս ունեցվածքին հասնելու համար այս աշխատավարձով Ռոբերտ Քոչարյանը պետք է աշխատեր 12,722 տարի։ 12,722 տարի պետք է աշխատեր, որ այսքան աշխատավարձ ստանար։ Եթե տարով այդքան էլ լավ չեմ բացատրում, կներեք, եկեք թվով բանով, ամսով բացատրեմ։ 152,671 ամիս, թիվը մի հատ էլ էլի ուշադիր, 152,671 ամիս պետք է աշխատեր, որ այս ունեցվածքը ունենար։ Նույնիսկ եկեք ենթադրենք, որ ամեն ամիս սենց մեր պես բան արել, էլի սենց են, որ պարգևավճար բառը, որ ասում եք, ենթադրենք ամեն ամիս կրկնակի պարգևավճար է ստացել, Եթե ամեն ամիս կրկնակի պարգևավճար ստանար, դրա համար իրան պետք կլիներ 75,000 ամիս, որ այ այսքան ունեցվածք ունենար Ռոբերտ Քոչարյանը։ Նայեք այս թիվը։ Կամ խոսում են, ասում են, պատգամավորները ստացել են 600,000 դրամ պարգևավճար։ Կարան մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կարան դա համարեն լավ, կարան համարեն վատ, դա այլ հարց է, բայց էսա։ Այդ թիվը այս տեսքը ունի, 600,000 դրամ, սա պատգամավորի մի ամսվա աշխատավարձն է, մի այսքան է պարգևավճար է եղել, որպես այդպեսին, ու 600,000 դրամ, 600,000 դրամ։ Ձեր գործընկեր, շատ հարգելի պարոն Վահե Հակոբյանը, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սյունիքի մարզից, ով սա եղել է իր պետական ապարատում իր ամենաբարձր աշխատավարձը։ Մարդը ինչ-որ ժառանգական բան չի, էլի, դքսության ժառանգորդ չի, չգիտեմ ընդեղ, ինչ-որ մի բան չի, սա եղել իր ամենաբարձր աշխատավարձը, 600,000 դրամ, ենթադրենք, մարդուց այս պահին և իր ընտանիքից պահանջվում է բռնականցը $20 միլիոն, $20 միլիոն, որպեսզի այս $20 միլիոն մարդը այս աշխատավարձով ունենա ամսական, ինքը պետք է աշխատի, նայեք ինչ գոլդ թիվ եմ բերել, 13,333 ամիս, 13,333 ամիս,
որպեսզի իրար ճիշտ հասկանանք, ասենք ենթադրենք էլի, այս պարգևավճարները ստանում է այդպես բանի պես, էլի ոնց եք ասում, այս падգամավորները նրանք պարգևավճար են ստանում, ենթադրենք 100% էլ պարգևավճար է ստանում ամեն ամիս։ Պարոն Մինասյան, վստահ եմ դուք մաթեմատիկայից շատ լավ եք, 13333-ը, եթե բաժանում ենք, կիսենք, այսինքն պետք է, քանի որ թիվը բան է ալնում, ստեղ ստացվելու է 6500 ամսից ավել մի խոսքով, 6500 ամսից ավել մարդը պետք է այդ աշխատավարձով բանանի, որպեսզի ճիշտ հասկանաք, падգամավորի 5 տարվա գործունեության մեջ падգամավորը ստանում է 60 աշխատավարձ ընդամենը, 60, որտեղ 5 տարին դա 60 ամիս է, սիրելի գործընկերներ, 60 ամիս, բայց մարդը ստեղ պետք է 6000 ամիս, 6500 ամիս կրկնակի պրեմիայով բան ստանա, որպեսզի այս ունեցվածքը կուտակի։ Այ հենց դրա համար է, սիրելի քաղաքացիներ, որ երբ որ ասենք, որ այս մարդիկ ապուշի տեղ են փորձում դնեն, որ երբ որ այս 20 միլիոնը, երբ որ այս 200 միլիոնը փորձում բերում են նույնականացնեն ինչ-որ $1000 պրեմիայի հետ, կամ հավելավճարի հետ, կամ ինչ-որ բանի հետ, այ հենց սրա մասին է այս խոսակցությունը։ Ու երբ որ խոսում եք ինքնությունից, երբ որ գալիս է ստեղ Աննա Գրիգորյանը կամ Քոչարյանի մյուս падգամավորեն մեկ ասում է, Արարատը մեր ինքնությունն է, Արարատը չի ձեր ինքնությունը, էսա ձեր ինքնությունը, էսա, $200 միլիոն։ Որ պայն Ռոբերտ Քոչարյանը չունենա $200 միլիոն, Աննա Գրիգորյանը չի լինելու Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Որ պահին Ռոբերտ Քոչարյանից այս բռնագանձումը դատանի վճռով մտնի ուժի մեջ, սա քաղաքական կանխատեսում է։ Որ պահին այս պահանջը Ռոբերտ Քոչարյանից մտնի ուժի մեջ ու սա բռնագանձվի քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, դա այդ պահից սկսած Աննա Գրիգորյանը չի լինելու Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Ու դա առավել քան մեծ փաստ է, առավել քան հստակ փաստ է։ Բայց այնուամենայնիվ, վերադառնալով թեմային, սիրելի ընկերներ, բոլորիս համար ակնհայտ է, թե ինչ եք դուք փորձում անել, բոլորիս համար խիստ տեսանելի է այն երանգները, որոնք որ դուք եք փորձում անել, ու ես կարծում եմ, որ դուք արդեն ժամանակն է, պարոն Մինասյան, հարգարժան պարոն Մինասյան, որ այդ դրոշները ձեր դիմացից հանեք, որովհետև սրանից մոտ 2-3 տարի առաջ դուք այս ամբիոնից ձեր քաղաքական խմբակցությունը, ազգային ժողովի խմբակցությունը այս ամբիոնից հայտարարում էր հետևյալը. Առանց Լեռնային Ղարաբաղի չկա Հայաստանի Հանրապետություն։ Դուք Լեռնային Ղարաբաղում իշխանությունը զավթեցիք եւ լուծարեցիք Լեռնային Ղարաբաղը, չկա փաստացի ձեր ստորագրությամբ Լեռնային Ղարաբաղ, բայց դուք այսօր եկել եք քարոզարշավի եք մասնակցում, քաղաքացիների հետ հանդիպումներ եք անում, սոցիալական հարցեր եք բարձրացնում, կրթավճարի հարցեր եք բարձրացնում, բա կներեք 1980-ից ուրացաք, հա։ Ուրացաք այդ դրոշները, որ ձեր առաջ դրած էր։ Մոռացաք, թե այն ժամանակ էիք ուրանում, թե այն ժամանակ էիք ստում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։ Ես գիտեմ իրականում ինչա տեղի ունեցել։ Սիրելի քաղաքացիներ, ես ձեզ հիմա իրականությունը պատմում եմ։ Մարդիկ գնացել են, հարցում են արել սոցիոլոգիական ու տեսել են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 80 եւ ավել տոկոսը ասում են, որ այո, Ղարաբաղյան շարժումը փակված է եւ այն շարունակել չի կարելի։ Ու ելնելով իրանց առաջնորդի Ռոբերտ Քոչարյանի մերկանտիլ բնույթից տեսել եմ, որ դրա մեջ քյար չկա փաստացի այդ ամեն ինչը ասել։ Եկեք հիմա քաղաքացիների աչքին թոս փչեք, sense բաներից չխոսանք, Ղարաբաղ բանման այդ դնենք մի կողմ։ Մեկը միշտ Ղարաբաղը իրենց համար եղել ընդամենը շահարկման առարկա։ Երբեք դա իրենց համար չի եղել ինքնության հարց, երբեք չի եղել ազգային ինքնության հարց ու երբեք չի եղել որևէ տեսակի այլ հարց։ Մենակ եղել է քաղաքական շահարկման հարց։ Ու հիմա բան անեն, դա սոցիալական թեմաներ խոսան, ուրիշ թեմաներ խոսան։ Այ եթե ստացվի քաղաքացիներին խաբել ու ձայն ստանալ քաղաքացիներից, այդ ժամանակ բնականաբար հրահանգավորված պետք է սկսեն այդ պատերազմը, սկսեն փորձեն վերսկսել շարժումը, ու այդ շարժումը վերսկսելու շրջանակներում հրահրեն պատերազմ ու Հայաստանի Հանրապետությունը տանեն անկախության կորստի։ Բայց այստեղից էլ Քրիստինե Վարդանը, որ ասում էր ով կուզի իշխանություն լինի, այսպիսի պայմաններում, այսպես այնպես, նախ բոլորն էլ կուզեն, որտեղ հաստատված է խաղաղություն։ Երկրորդը, որ ասում եք ձեր օրոք եղել է 2, 3, 4, 5 պատերազմ, մեր օրոք պատերազմ չի եղել, սիրելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ։ Այդ խաղաղ տարիներին, քանի օր եք դուք առավոտը իբր խաղաղ տարիներին վեր կացել են լուրով, որ սահմանին հակառակորդի կրակոցից զինվորա զոհվել։ Քանի օր է եղել այդպիսի, քանի 100 օր է եղել այդպիսի։ Դա նրա մասին է, որ պատերազմը երբեք էլ դադարած չի եղել։
պատերազմը դադարել է սրանից 2 եւ ավելի տարի առաջ, ու 2 եւ ավելի տարի է, ինչ մենք սահմանին զոհ չունենք։ Միջև այդ մշտապես եղել է պատերազմ։ Ակտիվ ֆազայով, դանդաղ ֆազայով, միջին ֆազայով, այս մի ֆազայով։ Մշտապես եղել է պատերազմ։ Հիմա խաղաղություն է։ Ու այս մարդիկ ուզում են այդ խաղաղությունը ձեզնից գողանալ։ Թույլ չտաք դա։